Ռուսաստան ձեր այցը ինչպես եք գնահատում։ Ես արձագանքներով պետք է ասեմ, որ շատ լավ արձագանքներ եմ ստացել եւ կարծում եմ այնտեղ հենց դրանք խոսում են։ Այնտեղից լավ արձագանքներ որտեղ։ Դե գիտեք ինչ, ասենք, չէ, Ռուսաստանից այնտեղ ոչ մեկ չեմ շփվել, այդ բան իմաստով էլի, արձագանքների իմաստով շփվել եմ այն պաշտոնատար անձանց հետ, ում հետ որ դուք տեղյակ եք, որ շփվել եմ, չէ, Հայաստանի մեր ժողովրդից, մեր մարդկանցից, մեր Սփյուռքում բնակվող հայրենակիցներից, հեռախոսից, տարբեր տեղերից շատ հաղորդագրություններ եմ ստացել, շնորհակալություն եմ հայտնում, ձեր բոլոր հաղորդագրությունները կարդացել եմ, ես ձեզ նույնպես սիրում եմ եւ հպարտանում եմ ձեզանով։ Ակնհայտ էր, որ նույնիսկ հրապարակային մասում Լավրովի եւ ձեր զրույցը բավականին լարված էր եւ փոխադարձ այսպես գնահատականներ կոշտնչում էին, ձեր գնահատականը, Լավրովն էր գնահատում Հայաստանի առասպելական ինչ-որ սպառնալիքների մասին եւ այս առումով դուք փակ քննարկման ժամանակ ստացաք ավելի պարզ կամ դուք փոխանցեցիք ավելի հստակ դիրքորոշումը, թե դուք արդեն պատերազմը հարձակում եք ասում այդ հարձակումների մասին, արդյոք Լավրովը կրկին պնդում էր, որ սպառնալիքներ չկան, դրանք առասպելական են, այս մասով դուք փակ քննարկման ժամանակ հստակ խոսել եք։ Անուն առանուն, ես ինչ որ ասել եմ ձեզ ստեղ, ես ասել եմ այնտեղ։ Ոչ մի իսկ կարելի է ավարտեմ, ոչ մի բան, որը որ ես ձեզ ստեղ կամ ձեր տաղավարներում ասել եմ, ես այնտեղ հնես չի եղել, որ չեմ ասել։ Բնական է ես ինչ որ մարդիկ, որոնք որ ոչ հայերեն են կարողանում գրեն, ոչ ռուսերեն են կարողանում գրեն, ինչ որ ակնկալիքների մասին են խոսում, չգիտեմ, իրենք ենթադրում են, որ ես պետք է հարձակվեի, ինչ որ մեկին հարված է այնտեղ, ոչ նորմատիվ լեքսիկոն օգտագործեի, այդ մարդկանց առաջարկում եմ լռել, գնալ հայերեն կարդալ, գրել սովորել նախ եւ առաջ կամ գոնե ռուսերեն։ Այդ մարդկանց չեմ անդրադառնում, բայց մնացած առումով ինչ որ խոսացվել աստեղ, հիմա ձևակերպումը մի անգամ Նարեկի մոտ ասացի, հյուրի մոտ ասացի, եկեք հարձակումը անվանենք, ոչ թե պատերազմ, հիմա չէ, պատերազմ թող լինի, թող ուղղակի պատերազմ բառը հաշվի առնելով խաղաղության գործընթացը աշխատում ենք որևիցե կոնտեքստում բան չենք, բայց բովանդակությունը դրանից չի փոխվել եւ այո, ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ հենց քաղաքական գործիչների, հենց իմ այցի, մեր հանդիպման իմաստը դա էր, որ իրենք ասեն այն ինչ որ իրանց է անհանգստացնում, մենք ասենք այն ինչ որ մեզ է անհանգստացնում, բայց իրար նկատմամբ, իրար այսպես ասած հարցադրում անելուց բացի, մենք ունեցել ենք նաև շատ կարևոր քննարկումներ, առաջարկներ, գործնական քննարկումներ, սկսած տարբեր ներդրումների հետ կապված Հայաստանի Հանրապետության տարածքում, վերջացրած, չգիտեմ, Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու, մեր մարզերի եւ ռուսական ռեգիոնների միջև ձեռք բերված պայմանավորված ժամ ու կես թե ժամ 40 րոպե մենք իրար հետ զրուցել ենք եւ կներեք ինչ որ բաներ դե բարձր չեմ կարող։ Հայաստան մասին արդյոք խոսվել է եւ ինչ բարձրաբանում է ներկայացվել։ Լավրովը ասում էր, որ 2020-22 թվականներին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների մակարդակով մեր համոզմամբ պահպանում են այն պայմանավորվածությունների մասին է խոսում, որ այդ թվականներին եղել է եւ ասում է, որ մեր համոզմամբ պահպանվում են իրենց արդիականությունը նախ եւ առաջ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ բոլոր խնդիրները լուծելու համար։ Այս առումով Ռոզմանա ջան, չհասկացա ինչ ասել։ Եռակող համաձայնությունը, ինչ որ մի նախադասություն ակնարկ երակողմի հետ կապված եղավ, ես չեմ ընկալել, որ նա փակ, որ նա բաց, որովհետև անկեղծ ասած, Կարնե ջան, ես հետո եմ իմացել, բայց խոսակցության ընթացքում անընդհատ ես չգիտեի, ես նույնիսկ չգիտեի, որ ուղիղ եթեր է, պարզվեց ուղիղ եթերը, ես հետո եմ իմացել, որովհետև ես ոչ մի խնդիր չունեմ լրագրողների հետ շփման եւ ուղիղ եթերում խոսելու, ես հետագայում եմ իմացել, ինչ որ եթե չեմ սխալվում կապված այն տրիպի հետ կապված, որ նմանատիպ ինչ որ բան, բայց գիտեք ոնց են, որ դրան ոչ արձագանքելու, ոչ շեշտադրելու բան չկար, նկատի ուներ, որ հա դե տենց մենք տարբեր բաներ ենք խոսացել, հիմա իրողությունը այլ է, ասում, հա իրողությունը այլ է, եւ կա այն իրողությունը, որ դուք նույնպես կարող եք ոչ թե տրիպի մասնակցության, որտեղ ես դա չեմ պատկերացնում, չեմ կարծում, որ իրանք կամ որևիցե մի կողմ պատկերացնում է, այլ ենթակառուցվածքներ
կառուցելու, վերակառուցելու եւ շահագործելու մեջ ներգրաված լինեն եւ ես կարծում եմ, որ դա շատ լավ առաջարկ է, որին իրենք պետք է ու պարտավոր են արձագանքել եւ կարծում եմ կարձագանքեն, որովհետեւ համապատասխան այդ խոսակցությունը մեր համապատասխան գերատեսչությունների հետ ենթադրում եմ, որ արդեն պետք է սկսված լինի։ Բացի մասով Լավրովը որը հայտարարություն արել է թե ոչ։ Կոռեկտ չի, հիմա ես ամեն ինչ չեմ պատմելու, հիմա ամեն ինչ որ ասվել է բարձր, նույն տրամաբանության մեջ, այն ինչ որ իրանք ասում են, այն ինչ որ մենք ասում ենք, նույն ձևի տարբեր ձևակերպումներով խոսացել ենք։ Հիմա շարունակում է գալուստը եւ ասում է, որ պետք է ներգրավվածություն ունենան դեպքում, այսինքն Ես ցանկանում եմ, բայց ժողովուրդ, ասենք չի կարելի երկու դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Ասենք ո՞նց եք դա միևնույն ժամանակ, եթե չեմ սխալվում, Գալուզին այսօր ձեր գործընկերներից մեկը ինձ ասել է, որ մենք այնտեղ չենք կարող մենակ մենք պետք է ինչ որ մենաշնորհային բան է, ասել նման ինչ ձևակերպում։ Հա, ինչ որ բայց ինչ որ ասել է դա մեր այլընտրանք չունի, այո, այլընտրանք չունի։ Ժողովուրդ, չի կարա դա հայ-ամերիկյան կազմակերպություն է, բայց Հայաստանի տարածքով տեղաշարժվելը չի ենթադրում միայն տրիպի սահմաններում տեղաշարժվել է։ Հիմա ենթադրենք, որ ալյուրը գալիս է կամ ցորենը գալիս է կամ նավթամթերքը գալիս է, ինքը տրիպի շրջանակներում չի գալիս, չէ՞։ Ճիշտ եմ, չի գալի։ Հիմա թող այդ ճանապարհները, այդ ենթակառուցվածքները մտնեն, առաջարկ անեն, Հայաստանը դիտարկի այդ առաջարկը եւ քննարկի իրանց հետ եւ շահագործի, այսինքն գալ ինչ որ տենց բանի մեջ մտնելու ես դες ասեմ, այդ տրիպի հետ կապված այդ նմանատիպ մեխանիզմը ինքը նաև, ասենք, շատ վաղուց մեր սեղանին կա, մենք քննարկել ենք, այլ հարց է, որ ԱՄՆ-ի հետ դա ստացվել է եւ դա խաղաղության շրջանակներում նաև ոնց որ հիմնակար է հանդիսացել շնորհիվ ԱՄՆ նախագահի եւ այդ ամենահիմնական բանն է դա ստացվել է։ Նա ինքը թող վերջացնի։ Այդ դեպքում ինչու է շարունակում իրենց կողմից այս հայտարարությունը։ Դե քաղաքականությունը դա է։ Որ համաձայնության չէ գալիս։ Չէ, քաղաքականությունը դա է, որ ես եմ մի բան ասում, մյուս կողմն է մի բան ասում, հետո մենք մեր ասածները դնում ենք սեղանի շուրջ եւ ինչ որ քննարկումներ ենք ունենում եւ գտնում ենք ոսկե միջինը, բայց նորից եմ ասում, ես անձամբ իմ դիտակետն է, իմ կարծիքն է, ես չեմ հասկանում։ Որ Ամերիկայի կարող են համաձայնության։ Ես չգիտեմ, Ամերիկան թող իր մասնաբաժինի մասով կարող է միգուցե համաձայնություն փորձի գալ, բայց էլի մեր հետ քննարկելով մի խոսքով իմ համար դա չեմ պատկերացնում, ոնց դա։ Ու նորից եմ ասում, ես չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա հենց մենակ այդ միակ ճանապարհը չի, որ Հայաստանի մեջով անցնում է, անցել է կամ անցնելու է։ Բազմաթիվ ճանապարհներ կա, որի օրինակը ես բերեցի։ Այսօր գործում է այդ ճանապարհը, ապրանք է գալիս, մենք պատրաստվում ենք պայմանական ապրանք ուղարկենք իրան, եկեք մի հատ հա բա միտեղ կա, այդքան մենք էլ մտնենք բան։ Անեիք 100 տարի աստեղ եք։ Անեիք։